Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Ձեր հետ միասին շարունակում ենք ուղիղ եթերում քննարկել փաստացի բոլոր այն իրադարձությունները, որոնք տարածաշրջանում տեղի են ունենում, առաջերտին իհարկե Իրանի շուրջ, բայց իրավիճակը շարունակում է շատ լուրջ մնալ եւ զարգանալ ամբողջ տարածաշրջանում մի շարք պետությունների ներգրավվածությունը պատերազմում ակնհայտ է եւ հաշվի առնելով այս իրադարձությունները մենք ձեր հետ միասին լիովին իհարկե վերլուծելու ենք բոլոր այն նորությունները, որոնք վերաբերվում են այս պատերազմի զարգացմանը։ Հիշեցնեմ ձեզ, որ մենք այսպիսի ձևաչափով արդեն քարտեզի շնորհիվ աշխատում ենք պատերազմի սկզբից հետո եւ շարունակելու ենք այսպես աշխատել, մինչև անհրաժեշտություն կա, որ հենց քարտեզի շնորհիվ վերլուծենք իրավիճակը։ Նաև այստեղ շնորհակալություն հայտնելով ձեզ բոլոր լայքերի եւ մեկնաբանությունների համար հիշեցնեմ ձեզ, որ դա շատ կարեւոր է նորից եւ կոչ եմ անում, որ ԱՊՄ լայքեք, գրեք մեկնաբանությունները, բաժանորդագրվեք, դա շատ կարեւոր է ալիքի հետագա զարգացման համար։ Նաեւ արևմուտքում ապրող մեր հայրենակիցները կարող են անդամակցել ալիքին, դա նաեւ կարեւոր հնարավորություն է, որ ել ավելի շատ վերլուծության հնարավորություններ ունենան ստանալու ավելի խոր վերլուծություն տարբեր հարցերով։ Անցնում ենք հիմա եւ մանրամասն խոսելու ենք, շատ թեմա է հավաքվել, ցավոք առավոտյան չկարողացա պատրաստել վերլուծություն եւ համարեցի, որ այսօր երեկոյան այս վերլուծության ընթացքում մենք կամփոփենք ամբողջությամբ փաստացի 24 ժամվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, այսինքն երեկոյան վերջի անգամ պատրաստել էի ձեր համար վերլուծություն եւ հիմա արեք այստեղ կոնկրետ խոսենք։ Կսկսեմ ուրեմն ամենաթարմ տեղեկատվությունից առաջերտին եւ կամաց նաեւ հետ կգնանք, թե միջև այդ ինչ է տեղի ունեցել։ 6 րոպե առաջ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այս պատերազմը առանց ավարտ չի լինի։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ կարողացել են ոչնչացնել 2500 ռազմական օբյեկտ եւ 600 ենթակառուցվածք Իրանում, հսկայական թվեր են 2500 ռազմական, ուրեմն ոչ միայն օբյեկտ, այլ ռազմական թիրախ, այդ թվում դա կարող լինի կոնկրետ զինատեսակ եւ այլն։ Պաշտպանության նախարարը Միացյալ Նահանգների հայտարարել է, որ Իրանում Միացյալ Նահանգների առաջնահերթություն է, որ ոչնչացնի ուրեմն այս ծրագիրը, նկատի ունեմ բալիստիկ հրթիռների, ծովային ուժերը Իրանի եւ նաեւ կանխի այն, որ Թեհրանը ստանա միջուկային զենք։ Նաեւ հայտարարել է միջև այդ սկզբում իր ելույթի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը, որ մենք չենք սկսի այս պատերազմը Իրանի հետ եւ մենք փորձում էինք հասնել պայմանավորվածությունների, բայց Թեհրանը ժամանակ էր միայն շահում։ Եվ հիմա նաեւ հասկանալի է, հարգելի հայրենակիցներ, թե ինչ նպատակ ուներ այս բանակցությունները նաեւ Միացյալ Նահանգների համար, որ հետո կարողանար հայտարարել, որ արդյունքի չի բերել, որովհետեւ բանակցությունների փուլը նաեւ անցանք, եթե առանց բանակցություններ այսպիսի հարված հասցներ, ապա շատերը կարող էին ասել, որ բա ինչու առանց բանակցությունների սա տեղի ունեցավ։ Նաև կարևոր է ասել, որ պայթյունները 18 րոպե առաջ շարունակվում են, այստեղ տեսնում եք ժամը հիմա 5:30 է Թբիլիսի եւ Երևանի ժամով, Թեհրանում մայրաքաղաքում պայթյունները շարունակվում են, հսկայական պայթյուններ է, պայթյունները տեղի ունեցել նաև կենտրոնում կոնկրետ եւ եւս ուրիշ հատվածներում պետք է ասել, որ ամերիկյան ռազմակայանները բարձր պատրաստվածության իրավիճակում են գտնվում ամբողջ տարածաշրջանում։ Պայթյունները 25 րոպե առաջ նաև Թեհրանում շարունակվում են։ 25 րոպե առաջ տեղեկատվություն եկավ, որ B1 ռազմավարական ուրեմն կործանիչների, ծանր կործանիչների կողմից տեղի են ունեցել գիշերվա ընթացքում հարվածներ Իրանի վրա բալիստիկ հրթիռների եւ կառավարման կենտրոնների վրա։ Տեսնենք այստեղ նաեւ կոնկրետ ռազմակայանը, որը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին է պատկանում եւ պայթյունը դիտենք։ Տեսնում եք պայթյունը, շարունակում ենք։ Պայթյուն է տեղի ունեցել նաև Թեհրանի մոտ,
տեսնում եք այստեղ կադրերը, ևս պայթյուններ Թեհրանում, նաև Միացյալ Նահանգները հայտարարում են, որ 4 արդեն զինվոր է սպանված ընդհանուր առումով, եւ նաև կան ուրեմն ուրիշ տուժածներ ընդհանուր առումով, պետք է ասել, որ դատակենտրոնները ամբողջ Բահրեյնում եւ Միացյալ Արաբական Էմիրություններում լուրջ խնդիրներ ունեն, այսինքն էֆեկտիվ չեն գործում հիմա ենթակառուցվածքները այստեղ։ 2 ժամ առաջ նաև հարվածներ էր տեղի ունենում ևս Թեհրանում, այսինքն հիմա մենք կարող ենք ասել, որ այս պայծրությամբ վերջի մի քանի ժամվա ընթացքում գլխավոր հարվածների կենտրոնը դարել է մայրաքաղաք Թեհրանը։ Իսրայելի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է, որ հերքում է այն տեղեկատվությունը, որ իբրև հարվածներ են հասցրել Իսրայելի վարչապետ Նետանյահուի նստավայրին, դրա մասին այսօր հայտնում էր կոնկրետ իրանական կողմը, Կիպրոս։ Եվ Կիպրոսում տեսնում եք, թե ինչպիսի իրավիճակ է, այստեղ տեսնում եք ԱԹՍ-ն, որ եկել է, եւ այստեղ Կիպրոսում, հարգելի այլակիցներ, հյուսիսային հատվածը Կիպրոսի օկուպացված է, գիտեք, Թուրքիայի կողմից այս հատվածը, այստեղ եւ այստեղ գտնվում են Միացյալ Թագավորության ռազմակայաններ, Միացյալ Թագավորության տարածքն է դա, ոչ թե Կիպրոսի Հանրապետության։ Դա շատ կարևոր է նշել եւ այդ ուղղությամբ մեկ կոնկրետ հատվածը սա է, տեսնում եք, սա է ռազմակայանը, այստեղ։ Եվ այդտեղ տարհանում է տեղի ունենում ռազմակայանի եւ երկրորդ ռազմակայանը դա այստեղ է, տեսնում եք, օդանավակայան է, եւ նաեւ Միացյալ Թագավորությունին է պատկանում։ Այդտեղ պետք է ասել, որ 2 ԱԹՍ էր թռնում այդ ուղղությամբ 2 ժամ առաջ։ Իսպահանի ուղղությունով նաև պայթյուններ են տեղի ունենում, տեսնում եք, Իսպահանը հարավում է գտնվում, սա իրավիճակն է ևս մեկ քաղաքում եւ հարվածներ են տեղի ունեցել ոստիկանական ուժերի ուղղությամբ, որոնք կարող են կանխել ցույցերը, տեսնում եք, այստեղ նկարը նաև մոտավորապես սա շենքն է, տեսնում եք, ոստիկանական ուժերի տեղում, չկան այլևս այդ ոստիկանական ուժերի շենքը այդտեղ։ Իրանը նշանակել է նոր պաշտպանության նախարար Մաջիդ Իբն Ռեզային, նախորդը սպանվել է, ոնց հասկանում եք, պայթյուններ մայրաքաղաք Թեհրանում։ Այստեղ նաև կարևոր է, որ 11 մարդ է տուժել Բերշեբայում հարվածի ժամանակ, իրանական, տեսնում եք Բերշեբան, խոշոր քաղաք է, այստեղ հարավում Իսրայելի, 11 մարդ է, հարվածը Բերշեբայի վրա, տեսնում եք, տեսնում եք պայթյունը, շատ լուրջ է, կարելի ասել, այս պայթյունը իհարկե 11 տուժած մարդ, շատ լուրջ է, սպանված էլ կան, կիմանանք դրա մասին նաև։ Սաուդյան Արաբիայի ուրեմն պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 5 ԱԹՍ են ոչնչացրել Պրինց Սուլտան ռազմակայանի ուղղությամբ իրանց թռիչքի ժամանակ, տեսնում եք Պրինց Սուլտանը այստեղ է, մայրաքաղաք Ռիադի մոտ, եւ այդտեղ
Այսինքն նրանից հետո, որ երեք խոսում էինք մենք, որ Սաուդյան Արաբիան ասաց, որ չկրակեք նորից մեր ուղղությամբ, որովհետև դա կլինի պատճառ պատերազմի համար, կազուս բելի, ապա Իրանը չնայած դրա շարունակում է հարվածներ հասցնել։ Պետք է ասել, որ Քուվեյթում էլ պայթյունները շարունակվում են, դա նաև շատ կարևոր է։ Եվ հետաքրքիր տեղեկատվություն նաև Քուվեյթից իրականում, որ Քուվեյթում 3 հատ ամերիկյան F-15 է խոցվել։ Իրականում տեղեկատվությունները ասում են, որ խոցվել է ընկերական կրակի կողմից, այդպես կոչված, հուսով եմ ճիշտ եմ հայերեն այդ խոսքերը օգտագործում, friendly fire է կոչվում այդ մոտեցումը, այսինքն որ հենց Քուվեյթի կամ Միացյալ Նահանգների զինուժն են խոցել իրանց սեփական օդուժը, երևի շփոթվելով եւ սխալ հաշվարկ անելով, ոնց հասկանում եմ։ Ինչքանով հասկանում եմ, օդաչուները ողջ են մնացել, կարողացել են իր ժամանակ լքել ինքնաթիռը։ Եվ այո, 2 ժամանակ առաջ հայտարարություն էր անում Իսրայելը, որ մեծ հարվածներ էր սկսել մայրաքաղաք Թեհրանի ուղղությամբ, մենք դրա արդյունքները ձեր հետ միասին նոր տեսանք։ Բերշեբայում պետք է ասել, որ եւս 2 մարդ է տուժած, եւ այնտեղ հիմա աշխատում են փրկարարծառայությունները։ Բրիտանական կողմը որոշում է կայացրել, ինչպես այստեղ տեսնում եք, տարհանում տեղի ունենա ռազմակայանների վրա։ Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը կա տեղեկատվություն, որ Կիպրոսը գտնվում է մեծ վտանգի տակ եւ պետք է այդ ուղղությամբ էլ անվտանգային գործընթացներ տեղի ունենան։ Պետք է ասել, որ Կաթարի ուղղությունով նաև այստեղ տեսնում ենք, որ իրանց ինչ որ կոնկրետ Ռաս Լաֆան այդպիսի հատուկ տնտեսական շրջանը հարվածի տակ է հայտնվել եւ այդտեղ էներգետիկ ինչ որ նավթի երևի արտադրության հետ կապված հարվածի տակ է հայտնվել իրանական ԱԹՍ-ի, դա նաև կարևոր է։ Շարունակում ենք եւ պետք է ասել, որ այո, իսրայելական կողմը հայտարարեց 3 ժամ առաջ, որ հարվածներ են հասցրել նաև Լիբանանի ուղղությունով։ Հիշեցնեմ ձեզ, որ Հեզբոլահը հայտարարեց եւ մտավ պատերազմի մեջ, դա նոր տեղեկատվություն է, եւ դրանից հետո Իսրայելը արդեն որոշում կայացրեց, որ հարվածներ հասցնի ընդհանուր առումով կոնկրետ Լիբանանի ուղղությունով։ Դա առաջի հերթին վերաբերվում է ամենահարավային հատվածին, եւ այս ամենահարավային հատվածը սահմանամերձ հայտարարվել է, որ բոլորը պետք է գյուղերը լքեն եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ այստեղ լուրջ հարվածներ եւ պատերազմ է տեղի ունենալու, բայց միևնույն ժամանակ հայտարարվել է նրա մասին, փաստացի, որ ամբողջ Լիբանանում լինելու են հարվածներ կոնկրետ Հեզբոլահի ուղղությամբ եւ դա շատ կարեւոր է։ Պետք է ասել, որ իրանական կողմը շարունակում է կրակել բալիստիկ հրթիռներ, կոնկրետ Իսրայելի ուղղությամբ նաև, եւ Էրբիլում իրավիճակը շարունակում է ծանր մնալ, 2 ԱԹՍ են նաև այնտեղ ուրեմն թիրախավորել կոնկրետ Միացյալ Նահանգների ուժերը, ոնց հասկանում եմ։ Տեսնում ենք այստեղ, որ սա ինչ քաղաքի մասին է խոսքը գնում, հիմա տեսնենք Մահաբադ քաղաքն է, որը գտնվում է Ուրմիա քաղաքից եւ Թավրիզ քաղաքից դեպի հարավ, Ուրմիան, Թավրիզը, Մահաբադը այստեղ խոսանք չկա Մահաբադում եւ այո, դա նաեւ խոսում է նրա մասին, որ իսրայելական այդ հարվածից հետո փաստացի դա նաեւ օգնում է նրան եւ Մահաբադում շատ քրդեր են, ինչքանով ես հիշում եմ այս շրջանում քրդերը դա ապստամբությանին է օգնում նաև շատ կարևոր մաս է։ Բացի դրանից պետք է ասել, որ ուրեմն Օմանի ուղղությամբ այստեղ կոնկրետ մի հատ նավ է խոցվել, Մուսկատ այստեղ մայրաքաղաքն է եւ այստեղ նավ է խոցվել, դա նաև կարևոր է նշել։ Հիմա արդեն իսրայելական զինված ուժերի կողմից տեղեկատվություն, որ գիշերվա ընթացքում իրանք Հեզբոլահը մի քանի հրթիռ է կրակել Հայֆայի եւ Հյուսիսային Իսրայելի ուղղությամբ։ Հեզբոլահը սկսել է պատերազմը եւ մտել է դրանով հակամարտության մեջ եւ դրա համար կվճարի մեծ գին եւ պատասխան կտա։ Պատասխան գործողություններով մենք հարվածներ ենք հասցրել Հեզբոլլահ տերորիստական խմբավորման վրա Լիբանանի ամբողջ տարածքում, այդ թվում Բեյրութում, տեսնում եք Բեյրութը, ամբողջ տարածքում մենք հարվածել ենք իրանց ուրեմն կետերին, կենտրոններին,
բալիստիկ հրթիռների կրակելու վայրերին, նաև կոնկրետ խոսք է գնում այստեղ, նաև կոնկրետ խոսք է գնում նրա մասին, որ հարվածներ են հասցվել տարբեր իրանց կետերին, որտեղ որ զինծառայողներ են գտնվում եւ սպանվել են իրանց հրամանատարները։ Դա նաև շատ կարևոր տեղեկատվություն է։ Շարունակում ենք։ Եվ այո, Կիպրոսում իրավիճակը շատ լուրջ է վերջի ժամերի ընթացքում։ Իրանական կողմը հայտարարում է, որ կրակել է եւ շարունակելու է կրակել Իսրայելի վարչապետի նստավայրի ուղղությամբ, բացի դրանից ամբողջ հարավային Իսրայելում այստեղ տագնապ է, տեսնում ենք կենտրոնային եւ հարավային Իսրայելում, Քունեյտրայում դա Հոլանի բարձունքների ուղղությունն է, տեսնում ենք, որ իրավիճակը շատ լուրջ է եւ այդտեղ էլ ԱԹՍ-ներ փորձում են այդ ուղղությամբ հարվածել Իսրայելին։ Քաթարը այլևս չի ունենա որևէ կապ Իրանի իշխանությունների հետ, ասել է Քաթարի արտաքին գործերի նախարարը եւ ասել է, որ Իրանի հարվածները չեն կարող առանց պատասխան մնալ եւ Իրանը կվճարի գին այս գործողությունների համար։ Հիշում եք, հարգելի այրեգիցներ, ես ասացի, որ իմ պատկերացումով Իրանը մեծ սխալ է թույլ տալի, որ հարձակվում է այսքան պետությանը միևնույն ժամանակ, նրա փոխարեն, որ միայն Իսրայելի հետ պատերազմ վարեր, ինչը ավելի տրամաբանական կլիներ իրանական կողմի համար, սա դրա արտացոլումն է, որ խնդիրը շատ լուրջ է, հաշվի առնելով կոնկրետ այն, որ այստեղ այսպիսի գործընթաց է տեղի ունենում եւ այս փաստը նկատի ունեն, որ Քաթարը ասում է, որ Իրանի հետ այլևս որևէ կապ չի ունենալու, դա կոնկրետ նաև այսպիսի օրինակ է։ Տեսնում ենք նաև Associated Press-ի հայտարարությունները, որ Սաուդյան Արաբիան մի քանի ԱԹՍ է նաև խոցել իր տարածքում 3 ժամ առաջ, շարունակում ենք եւ իրանական կողմը ըստ կոնկրետ Քաթարի շատ հետաքրքիր է սա, հարվածներ է ասել քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում օդանավակայանին Քաթարում, եւ սա ուղղակի նրա վառ օրինակն է, Կատարը ինչու այսպիսի մոտեցում ինչու ունի։ Իրանի դեսպանը Վիեննայում, որտեղ գտնվում է ՄԱԿ-ի կոնկրետ միջուկային բաղադրիչի հարցերով զբաղվող, այսինքն ատոմային ծառայությունը, միջազգային ատոմային էներգետիկայի կազմակերպությունը, այդտեղ Իրանի դեսպանը հայտարարություններ է անում, որ Նաթանզը, սա Վիեննան ցույց տա հիմա իհարկե, Նաթանզը, որը այստեղ Իրանում գտնվում է, հայտնվել է հարվածի տակ, Նաթանզում միջուկային ծրագիրը եւ կարող է ռադիացիոն այնտեղ իրավիճակը փոփոխություն կրի, ինչը շատ կարեւոր է, այդ թվում Հայաստանը, Վրաստանը նաև սա պետք է վերահսկեն, որովհետև միջուկային իրավիճակը մնում է նաև խնդրահարույց։ Համատեղ հայտարարություն են արել 4 ժամ առաջ Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրայնը, Կուվեյտը, Կատարը, Իորդանիան եւ Միացյալ Նահանգները եւ հայտարարել են, որ ունեն իրավունք ինքնապաշտպանության Իրանի հարձակումներից, այսինքն որ Իրանին կարող են պատասխանել։ Այսինքն սա շատ եւ շատ տրամաբանական է, շատ պարզ է եւ եւս մեկ անգամ ապացուցում է իմ այն վերլուծությունը, որ Իրանը սխալ է թույլ տալի, շատ մեծ։ Աբու Դաբիում նաեւ ԱԹՍ-ներ են ֆիքսվել, սա էլ Դուբայը այսօր ոնց տեսնում ենք խաղաղ է, տեսնում եք Դուբայը, բայց Աբու Դաբիի ուղղությունով լարվածություն կա, ԱԹՍ-ներ կան։ 4 ժամ առաջ եւս հարվածներ էր տեղի ունենում Թեհրանում, այսինքն հիմա 2 ժամն է արդեն եւ 4 ժամ առաջ Թեհրանում այսօր իրավիճակը կանգ չի առնում։ Ըստ ուրեմն տարբեր տեղեկատվությունների Իրանից 555 մարդ սպանվել է եւ մոտավորապես 100,000 բժիշկ է զբաղված այս ամբողջ հարցերով, կարելի ասել եւ շատ լուրջ է իրավիճակը Իրանում տարբեր շրջաններում 131 շրջանում Իրանի եւ կարող է իրավիճակը էլ ավելի ծանր լինի, այս 555-ից ավելի շատ սպանվածներ լինեն։
Ֆրանսիական կողմը հայտարարել է, որ պետք է լինեն նախորդ բանակցություններ դրա մասին, որ այսպիսի հարվածներ տեղի կունենա, բայց զուգահեռ դրա Ֆրանսիան հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանողական գործողություններում մասնակցի այս արաբական պետությունների, որոնք հիմա հարվածի տակ են գտնվում։ Կադրեր եք ցույց տամ ձեզ, ոնց ասացի, F-15 է խոցվել Քուվեյթում 3 եւ կադրեր կա այստեղ։ Տեսնում եք, այրվում է եւ ընկնում է։ Ինչքանով հասկանում եմ, խոցել է այս F-15-ը կոնկրետ հակաօդային պաշտպանությունը, որը եղել է կամ ամերիկյան, կամ Քուվեյթի, եւ նաեւ ընդհանուր առումով պետք է ասել, որ իրավիճակը մնում է շատ ծանր։ Կիպրոսի դեպքը հատկապես հետաքրքիր է։ Կիպրոսի նախագահը հայտարարել է, որ բրիտանական ռազմակայանը Ակրոծիրին հայտնվել է հարվածների տակ եւ իշխանությունները որևէ ռազմական գործողություններում մասնակցելու ցանկություն կամ օրակարգ չունեն։ Իրանը 6 ժամ առաջ հարվածել է Սաուդի Արամկոյի ամենախոշոր նավթի արտադրող կազմակերպության նավթի այդպիսի պահեստի վրա, ոնց հասկանում եմ, եւ մշակման վայրի վրա, տեսնենք կադրերը։ Սա ինչպես հասկանում եք, այստեղ է Դամամի մոտ է մոտավորապես տեղի ունեցել այս հատվածում, սա Բահրեյնն է, Կատարն է եւ Դամամը խոշոր նավահանգիստ Սաուդյան Արաբիայի եւ այստեղ Դամամի մոտ, այստեղ մոտավորապես տեսեք Saudi Aramco գրված է։ Սա նավթի մշակման կենտրոն է կոնկրետ, այդտեղ հարված է տեղի ունեցել Իրանի կողմից։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ եւս մեկ անգամ որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածները խախտում են միջազգային իրավունքը եւ սա կոնկրետ հակամարտության էսկալացիա է եւ անընդունելի է։ Բացի դրանից պետք է ասել, որ կոնկրետ իրանական զինուժը հայտարարել է, որ Քուվեյթում ամերիկյան ռազմակայանը շարքից դուրս է եկել, համոզված չեմ, որ դա ճիշտ է, բայց ամեն դեպքում հասկանալի է, որ Քուվեյթում ամերիկյան ռազմակայանի դեմ այս գործողությունները ակնհայտ վարվել են եւ վարվելու են։ Բանդար Աբասում կոնկրետ դա կարևոր նավահանգիստ է, այստեղ գիտեք արդեն Օրմուզի նեղուցի մոտ հարվածներ է հասցվել նաև Իսլամական հեղափոխության պահապանների ուրեմն կորպուսի շենքի ուղղությամբ։ Հակաօդային պաշտպանությունը ակտիվորեն աշխատում է 7 ժամ առաջ Էրբիլում եւ 7 ժամ առաջ Թուրքիան փակեց սահմանը հարգելի հայրենակիցներ Իրանի հետ։ Մենք ձեր հետ միասին սրա մասին նախորդ խոսում էինք մանրամասն եւ հիմա հուսով եմ համոզված եմ, որ շատերը ձեզանից հասկանում են, թե ինչ նպատակ ուներ այդ բոլոր վերլուծությունները, երբ ես խոսում էի նախորդ վտանգների մասին, որ ասում էի Ադրբեջանը փակել է սահմանը, Թուրքիան պատրաստում է բուֆերային տարածք ձևավորելու օրակարգ Իրանի ներսում եւ այդ օրակարգը ոչ միտեղ չի գնացել, դա կարող է տեղի ունենա իրականում եւ այդ վտանգը կա։ Զուգահեռ դրա շատ կարևոր է այն, որ փաստացի Թուրքիան փակեց սահմանը։ Հիմա այս ամբողջ հյուսիս, այս ամբողջ հատվածում, որտեղ որ ապրում է 15-20 միլիոն էթնիկ թուրք ադրբեջանցի, թուրքական ծագում ունեցող, ինչքան էլ ասեք, որ իրանք ուրիշ են, թուրքական ծագում ունեն։ Եվ խնդիրը նրանում է, որ հիմա Ադրբեջանի սահմանը փակ է, Թուրքիայի սահմանը փակ է։ Այսինքն միայն բաց է Հայաստանի սահմանը։ Եվ ես կոչ եմ արել երեք իմ հարցազրույցում առաջին մին տված եւ առաջին լրատվականին ավելի այսպես ճիշտ որ ասեմ, հայկական ԶԼՄ-ին եւ ասել եմ, որ Հայաստանը պետք է պատրաստվի սահմանը փակելու համար, այո, որովհետեւ չի կարելի թույլ տալ, որ այստեղից 100 հազարավոր մարդ գա դեպի Հայաստան։ Պատկերացնում եք այդ իրավիճակը ինչին կարա բերի։ Սարսափելի հետևանքներին կարա բերի իրականում, այն էլ իհարկե մենք պետք է պատրաստ լինենք ընդունել հայերին, բայց ոչ թե Իրանի ուղակի քաղաքացիներին, որոնք 80-90 միլիոն են եւ եթե այդից 1 միլիոն գա Հայաստան, դուք ինքներդ պատկերացնում եք ինչ կլինի Հայաստանում, այսինքն
Դա շատ կարևոր իրավիճակ է եւ այդ ուղղությամբ պետք է իշխանությունները քայլեր անեն։ Ես ողջունում եմ իհարկե Հայաստանի անվտանգության խորհրդի նիստ կազմակերպելը եւ կարծում եմ, որ դա շատ կարևոր էր եւ այդտեղ համոզված եմ, որ կքննարկվեն այս հարցերը։ Հուսով եմ, որ որոշումներ կայացվել են, որոնք հայկական պետության անվտանգության համար անհրաժեշտ են։ Եվս մեկ նավահանգիստ Իրանում, ուրեմն տեսնում եք այս նավահանգիստը Բանդար Աբասը նոր ցույց է տալիս, սա արդեն այս նավահանգիստն է, գտնվում է Միացյալ Նահանգների հարվածի տակ, նկարը տեսնենք, այս է նավահանգիստը, տեսնում եք, կրակ, քանդված նաև շենքեր, քանդված նավեր եւ այլն։ Շարունակում ենք։ Իրանական հակաօդային պաշտպանությունը այստեղ ցույց է տալիս, որ աշխատել է ակտիվ այս շրջանում, բայց պետք է մի բան հստակ ասեմ, որ մենք ձեր հետ միասին խոսում էինք, ես բազում անգամ բացատրել եմ, ոչ միայն հիմա տակտիկական առումով, ինչ քննարկում ենք, այլ ավելի ռազմավարական առումով, որ կոնկրետ իրավիճակը վերաբերվում է նրան, որ չինական զենքի փորձարկում պետք է տեղի ունենար ամերիկյան եւ իսրայելական զենքի դեմ։ Պարզ է, որ չինական զենքը տապալվեց։ Չգիտեմ ինչ է պատահել չինական զենքի հետ, խոցվել է, չի գործել, թե չի հասել տեղ, բայց ոնց գիտեմ հասել էր, դրա բազում փաստ կար, այսինքն Չինաստանը չկարողացավ ցույց տալ իր զենքի էֆեկտիվությունը եւ Ամերիկան եւ Իսրայելը իրանց զենքի էֆեկտիվություն ցույց տվեցին։ Դրանով փաստացի Չինաստանի ռազմական ուժը լուրջ հարցի տակ է դրվում, շատ լուրջ։ Բացի դրանից, պետք է ասել, որ այստեղ այո կադրեր կան, որ փրկվել է մեկ օդաչու F-15-ից, Քուվեյթում ամերիկյան դեսպանությունի մոտ տարածքից կրակ է եւ ոնց հասկանում եմ խոցել են ինչ-որ տարածք այդտեղ։ Իրանում կոնկրետ հարվածել են ոստիկանական ուժերին, սա շատ հետաքրքիր է արդեն։ Սա շատ հետաքրքիր է, որ ոստիկանական ուժերին են հարվածում նաև, որովհետև դա արդեն նշանակում է, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը նախապատրաստում են իրավիճակը կոնկրետ նրա համար, ինչ վերաբերվում է այսպիսի ապստամբություն, այսինքն ցուցարարները, որ կարողանան ոտքի կանգնել եւ դա հիշում եք, որ առաջադրանքներից մեկն էր բացահայտ, այսինքն երբ ոստիկանական ուժերի հարվածներ են հասցնում, դա նաև լուրջ ազդեցություն է ունենում։ Լարիջանին հայտարարություն է արել, այստեղ տեսնում եք, հիմա Լարիջանին կարելի ասել իշխանությունի ամենակարևոր ներկայացուցիչն է գրեթե Իրանում եւ ասել է, որ չեն պատրաստվում բանակցել Միացյալ Նահանգների հետ։ Լարիջանին նաև հայտարարել է, որ Ամերիկան սխալվել է, երբ այս պատերազմը սկսել է Իրանի դեմ։ Իրանական ուժերի Բաղդադում նաև շարունակվում են հարվածները ամերիկյան դեսպանության վրա։ Տեսնում եք, Բաղդադում ինչու, որովհետև այնտեղ շատ իրոք շիա բնակչություն կա, որոնց համար այս հարվածը, այս պատերազմը ամբողջությամբ շատերը, ով այս գաղափարի մաս են, նկատի ունեմ իրանական այս գաղափարի, ապա իրանց վրա ազդում է այդ Իրանի մոտեցումները, նկատի ունեմ շիա։ Տեսեք, սա նաև Քերման ռազմակայանն է, տեսնում եք այստեղ, այս հատվածում, որտեղ որ հակաօդային պաշտպանություն էր աշխատում եւ այդտեղ առավոտյան 7-ին նաեւ հարվածներ են տեղի ունեցել, դիտենք։ Էրբիլում իրավիճակը մնում է ծանր, Քուվեյթում էլ մնում է իրավիճակը ծանր, մինչև այդ առավոտվանից պայթյունները տեղի էին ունենում այդտեղ եւ ուրեմն Աբու Դաբիից մի քանի թռիչք տեղի է ունեցել, 8 թռիչք, ոնց հասկանում եմ դա ավելի այսպիսի արագ թռիչքներ են։ Սա իրավիճակն է առավոտ կոնկրետ ուրեմն Թեհրանում,
Տեսնում եք պայթյունները, մի շարք լուրջ պայթյուններ։ Միացյալ Նահանգների ուրեմն զինված ուժերի հրամանատարները հայտարարել են, որ կոնկրետ խնդիրներ են ստեղծել Միացյալ Նահանգները Իրանի ուղղությամբ կիբեր ուղղությամբ եւ արբանյակային տեխնոլոգիաների ուղղությունով գործողությունների մեջ 100 ինքնաթիռից ավել է մասնակցում, Թեհրանում պայթյունների նաև կադրեր կան այստեղ։ Տեսնում եք։ Հետսեգը նաև հայտարարություններ էր անում եւ հիմա ձեր հետ միասին կդիտենք նաև ավելի թարմ տեղեկատվությունները։ Սա նաև կարևոր է, որ ցույց տամ ձեզ, թե ինչ է տեղի ունենում կոնկրետ Հեզբոլլահի ուղղությամբ։ Սարսափելի իրավիճակ։ Ամբողջ այս շրջանը այս պահին տարհանում է հայտարարել Իսրայելը։ Այսինքն բոլոր այս շրջանը պետք է լքեն։ Անապահ, բոլոր այդ գյուղերը։ Եվ հարվածները տեսնում եք որտեղ է տեղի ունենում, այսինքն Հեզբոլլահի ուղղությամբ հիմա սարսափելի հարվածներ է տեղի ունենում Արգելիա ներկիցների։ Մայրաքաղաք Բեյրութում ամբողջ այս հատվածում սա է սահմանը տեսնում եք։ Լուրջ հարվածներ են, շատ լուրջ։ Բացի դրանից պետք է նաև տեսնենք ձեր հետ միասին եւ հստակ ասենք, որ այստեղ որևէ բան չի կատարվում։ Եմենի ուղղությամբ իրավիճակը չի փոփոխվել եւ փաստացի ամենասուր իրավիճակը այս պայծրությամբ վերաբերվում է հենց Լիբանանին նաեւ։ Սա հետաքրքիր է, որ պալեստինացիք այստեղ նաեւ փորձել են կրակ բացել։ Շարունակում ենք եւ ամբողջությամբ արեք մի հատ եւս մեկ անգամ այս պայծրությամբ նայենք քարտեզը, հա։ Եվ կարճ ամփոփեմ այս պայծրությամբ իրավիճակը։ Առաջինը հարվածներ է հասցվել եւ Միացյալ Թագավորությունը իրավունք է տվել, որ Միացյալ Նահանգները Դիեգո Գարսիայից, այստեղ է գտնվում Դիեգո Գարսիան, տեսնում եք։ Այս ռազմակայանից, որ հարվածներ հասցնի դեպի Իրան, այդտեղից ռազմավարական օդանավների միջոցով են հարվածներ հասցվում։ Ընդհանուր առումով տարածաշրջանում պատերազմը տեսնում եք, որ շարունակվում է։ Թուրքիայի կողմից սահմանը փակելը շատ լուրջ քայլ է, Հայաստանը այստեղ անելիք ունի, ինչպես ասացի։ Բացի դրանից այն, որ միջուկային ծրագրի ուղղությամբ արդեն հարվածներ են տեղի ունեցել կոնկրետ Նաթանզում եւ կա ռադիացիոն վտանգ, նաեւ Հայաստանը հաշվարկներ այդտեղից պետք է անի, շատ լուրջ։ Հարցը նաև վերաբերվում է նրան, որ պատերազմը շարունակում է խորանալ եւ կոնկրետ Կիպրոսի ուղղությամբ արդեն մենք տեսնում ենք իրավիճակը։ Ասեմ ձեզ, որ ԶԼՄ-ներում տարածվում է տեղեկատվություն երեք, որ հնարավոր է հարվածներ տեղի ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի դեմ, ես չեմ որևէ մեկին իհարկե ասում, որ դա տեղի կունենա, այսպիսի տեղեկատվություն էր տարածվում ուղղակի, կարող է դա լինի ապա տեղեկատվություն, այդպիսի հիմքեր այս պայծրությամբ չկա, ամեն դեպքում գիտեցեք ուղղակի, որ այդպիսի տեղեկատվություններ ԶԼՄ-ներում տարբեր տարածում են, այդ թվում սոցիալական ցանցերում, ոչ հայերը նկատի ունեմ, եւ կա այստեղ այսպիսի մեկ կոնկրետ հարց, թե արդյոք այսպիսի հավանականություն կա, ես կարծում եմ, որ շատ ցածր, բայց ընդհանուր առումով այս իրավիճակի համար լուրջ պետք է պատրաստ լինի բոլոր պետությունները, տեսնում եք, որ Իրանից մինչև Կիպրոս ինչ հեռու է, կամ մյուս ուրիշ պետությունները, եւ մենք այդքան էլ հեռու չենք իրականում Իրանից, բայց ամեն դեպքում չեմ կարծում, որ դա տեղի ունենա, ուղղակի պետք է պատրաստ լինել, զգույշ լինել այս իրավիճակի համար էլ։ Հարցը նրանում է, որ այդ տեղեկատվությունները իրանք հիմք չունեն, բայց ամեն դեպքում տարածվում են եւ մենք պետք է ուղղակի զգույշ լինենք այդպիսի տեղեկատվությունների հետ։
Բացի դրանից, հարգելի հայրենակիցներ, պետք է ասել իհարկե այն, որ պատերազմը այսպես խորանում է եւ այսքան շատ պետություն է ներառում, նավթի գները լուրջ աճել են, տնտեսական իրավիճակը միջազգային շուկաներում մնում է լարված, տարածաշրջանում իրավիճակը շատ լարված է, անկայունությունը բարձր է, հաշվի առնելով դա, իհարկե Հայաստանը պետք է իր դասերը քաղի, քայլեր անի եւ ընդհանուր առումով մենք տեսնում ենք նաև, որ Իրանում իրավիճակը գնում է դեպի ապստամբություն, դեպի ապստամբության աջակցություն, եւ Իսրայելում նաև զոհեր կան, Իսրայելում նաև իրավիճակը ծանր է։ Ամփոփելով, ես ուզում եմ ասեմ, որ մենք ձեր հետ միասին կշարունակենք ակտիվորեն հետևել բոլոր զարգացումներին եւ ես ձեզ կներկայացնեմ անպայման բոլոր այս փաստերը, չենք մոռանում իհարկե աջակցել ալիքին եւ կոնկրետ այս վերլուծությունին լայքելով եւ մեկնաբանություններով, դա շատ կարեւոր է, շնորհակալ եմ բոլորին, ով սա անում է, ով գնահատում է իմ աշխատանքը, կհանդիպենք, ցտեսություն։